Բարև ձեզ բարեկամներ, ես Արմեն Պետրոսյանն եմ եւ այս վիդեո դասընթացի շրջանակներում կցանկանամ ձեզ ներկայացնել Microsoft Excel քանակական վերլուծություններ դասընթացի շարքից սիմուլյացիաներ նախատեսող դասընթացի մեկ վիդեո օրինակ։ Սիմուլյացիաները մեծ տեղ ունեն քանակական վերլուծությունների դասընթացների շարքում, քանի որ շատ խնդիրների պատասխաններ իրականում ոչ միայն Microsoft Excel-ում, այլ գիտության մեջ գտնում ենք միայն սիմուլյացիաների շնորհիվ, որը իրենից ներկայացնում է իտերացիաներով կատարվող հաշվարկներ։ Երցնենք որևէ օրինակ եւ կարևորենք սիմուլյացիաների օգտագործում Microsoft Excel-ի շնորհիվ։ Ունենք տրված տվյալներ C2-ից C5 վանդակներում, որտեղ պորտֆելի արժեքը մեր օրինակում $100 է, որի միջին եկամտաբերությունը գործակցով 0.1520 կամ կարող ենք այն վերածել տոկոսային արտահայտության եւ տեսնել, որ ունենք 15.20% եկամտաբերություն կամ շահութաբերությամբ պորտֆել։ Ստանդարտ շեղումը գործակցով 0.135-ի, որը ցույց է տալիս ցրվածությունը փաստացին կանխատեսվածից։ Եվ մենք վերլուծությունը կամ կանխատեսումը կիրականացնենք օգտվելով 99% վստահության աստիճանից։ Եկեք վերադարձնենք մեր տոկոսային ցուցանիշը գործակցային ցուցանիշի համապատասխանությունը ապահովելու համար։ Այս օրինակը ռիսկի քանակական գնահատման կամ անգլերեն value at risk գործողության օրինակ է եւ իրենից ներկայացնում է մեր վնասի մաքսիմում կամ առավելագույն չափը տրված ժամանակահատվածում տրված վստահության աստիճանի հիման վրա, որը մեզ մոտ արդեն տրված է։ Ռիսկի քանակական գնահատումը անպայման իրականացնում են ելնելով հավանականության բաշխումից, այսինքն վստահության աստիճանից։ Դա չի նշանակում, որ մենք կանխատեսելով ռիսկի առավելագույն մակարդակը, այն մեծությունը, որը կարող ենք ունենալ օրինակի համար օրեկան կտրվածքով, չի կարող փաստացի կերպով ստացվել ավելի մեծ տվյալ։ Մենք ուղղակի միայն 99%-ով ենք երաշխավորում, որ մեր ռիսկի առավելագույն մեծությունը կլինի մեր կանխատեսվածից ոչ ավելի, սակայն կարող է լինել նաև էքստրեմում դեպքեր, որոնք տեղի կունենա միայն 1% հավանականությամբ։ Ինչևէ, օրինակը շարունակելով, ստեղծենք մեր B սյունակում B8-ից B18 վանդակում վստահության որոշակի միջակայքեր, հարմարության համար այն կֆորմատավորենք տոկոսային ֆորմատի բերելով, որպեսզի այստեղ վստահության միջակայքերը տոկոսային արտահայտությամբ կիրառվեն եւ առավել հարմարավետ լինի կարդալը։ Ուրեմն մեզ մոտ առաջին վստահության միջակարգը եւ ամենաբարձրը դա նույն C5 վանդակի արժեքն է կամ 99% վստահության միջակայքը։ Հաջորդը ընդունված է կիրառել 95% վստահության միջակարգ եւ յուրաքանչյուր հաջորդը կհաշվարկենք 5%-ով ավելի քիչ, քան նախորդն է, կամ հանելով 0.05։ Տարածենք ֆունկցիան ներքև առանց ֆորմատների։ Եկեք այս ամենը պատճենենք եւ ֆորմուլաները քարացնենք, այսինքն կախում չունենան յուրաքանչյուր հաջորդը մյուսից եւ կստանանք մեր հավանականությունների բաշխումը կամ վստահության միջակայքերը։ Հաջորդ քայլում մենք կհաշվարկենք մինիմում եկամտաբերությունը, որը հաշվարկելու համար մենք մեր տվյալները կբերենք նորմալ բաշխման աղյուսակ, վերափոխենք նորմալ բաշխման աղյուսակում եւ Դեկարտյան աղյուսակում գտնենք յուրաքանչյուր հավանականությանը համապատասխան կետը մեր x-երի առանցքի վրա։ Նորմալ բաշխման աղյուսակում տրված հավանականության առանցքային կետը գտնելու համար կօգտվենք Excel-ի normal inverse ֆունկցիայից։ Եթե ուշադրություն դարձնենք 2007-ից 2010 եւ բարձր վերսիաներում գոյություն ունի ֆունկցիաների երկու տիպ, որոնք նշված են դեղին նախազգուշացնող նշանով եւ առանց այդ նշանի։ Առանց այդ նշանի ցուցադրված ֆունկցիաները նշանակում են, որ սրանք նոր են եւ ավելացել են 2010 եւ բարձր վերսիաների Excel-ի վերսիաներում, իսկ մնացածը հին վերսիաներ են, որոնք օգտագործվել են 2007 եւ ցածր վերսիաներում։ Այս դեպքում մենք այն ֆունկցիան, որը մենք ուզում ենք օգտագործել, normal inverse ֆունկցիան, գոյություն ունի եւ հին տարբերակը եւ նոր տարբերակը։ Ճիշտ է, նոր տարբերակը առավել ողջունելի է կիրառել, քանի որ Excel-ի եկող վերսիաներում ես չեմ կարող երաշխավորել, որ հին ֆունկցիաները հնարավոր չի դուրս եկած լինի եւ չհասկանա եւ սխալ տիպի էրորներ վերադարձնի Excel-ը։ Դրա համար եթե մենք կիրառելու ենք առավել թարմացնած տարբերակներ, այսինքն սրանից հետո եկող դեպքերի համար մենք օգտագործենք normal inverse ֆունկցիան։ Բայց այս օրինակում, քանի որ normal inverse ֆունկցիան կիրառելի է եւ 2013 եւ ավելի նախորդ վերսիաների համար,
որպեսզի օգտատերերի համար դժվարություններ չառաջանան, ես կօգտվեմ normal inverse ֆունկցիայից, որը կիրառելի է Excel բոլոր տարբերակների համար, ներկայումս գործող բոլոր տարբերակների համար։ Ինչպես տեսնում ենք ֆունկցիայի սինտաքսիսից, առաջին արգումենտը դա probability կամ հավանականություն արգումենտն է, որը մեր դեպքում վստահության միջակայքն է։ Սակայն, քանի որ մենք իրականացնում ենք ռիսկի քանակական գնահատում կամ վնասի առավելագույն քանակի որոշում, ապա մենք պետք է որոշենք 1% հավանականությամբ մաքսիմում վնասը, որը կստացվի 1-ից հանելով կամ 100%-ից հանելով վստահության միջակարգը 99%-ը, այսինքն 1%-ը կստացվի 100%-ից հանած 99%-ը կամ 1-ից հանած գործակցով 1-ից հանած 99%։ Ստորակետ դնելով անցում կատարենք հաջորդ սինտաքսիսի արգումենտին, որը mean-ն է կամ միջինը, որը մեզ մոտ հանդես է գալիս միջին եկամտաբերությունը, որը ի դեպ իր հերթին համապատասխանում է 50% հավանականությամբ նորմալ բաշխման աղյուսակի հատման կետին։ Եվ երրորդ արժեքը մեր դեպքում standard deviation կամ ստանդարտ շեղում ցուցանիշն է, որը իրենից ներկայացնում է ցրվածության աստիճանը։ Standard deviation որոշելու շատ եղանակներ կան, որոնց մենք կանդրադառնանք դասընթացի ընթացքում։ Փակենք ֆունկցիայի արգումենտների փակագիծը, սեղմելով enter կստանանք մեր նորմալ բաշխման աղյուսակում մինիմում եկամտաբերության կետի ցուցանիշը։ Ուղղակի տեղեկացնեմ, որ normal inverse ֆունկցիան եւ ֆունկցիայի բոլոր արգումենտները պետք է ունենան թվային արտահայտությունը։ Եթե ինչ-որ մեկը թվային չի լինում, ֆունկցիան վերադարձնում է value տիպի error։ Ինչպես նաեւ, եթե ֆունկցիայի ստանդարտ probability կամ հավանականություն արգումենտը 0-ից 1 միջակայքում չի գտնվում, այսինքն 0-ից 100% կամ գործակցային 0-ից 1 միջակայքում, ապա ֆունկցիան վերադարձնում է մեզ value տիպի error։ Ինչպես նաև նույն պատկերը կստանանք, երբ որ standard deviation-ը լինի առավել փոքր, քան 0-ն է։ Իսկ եթե միջինը լինի 0, իսկ standard deviation-ը 1, ապա մենք ունենք ստանդարտ նորմալ բաշխման կլասիկ աղյուսակի օրինակ։ Վերադառնանք ինչևէ մեր աղյուսակին, նոր արժեքը, պորտֆելի նոր արժեքը հաշվարկված արդեն մինիմալ եկամտաբերությամբ, մենք կստանանք մեր պորտֆելի ընթացիկ արժեքը բազմապատկելով մեր մինիմալ եկամտաբերության ցուցանիշին +1 կամ +100%, որպեսզի ստանանք պորտֆելի ամբողջական արժեքը, ոչ թե եկամտաբերության ճշգրտված արժեքը։ Նոր արժեքը մեր դեպքում դառավ 83.79, որը արդեն 99% հավանականությամբ ճշգրտված արժեքն է։ Ռիսկի գնահատումը կամ VAR, ինչպես անվանում ենք, արդեն տրամաբանորեն կստացվի մեր C2 վանդակից կամ պորտֆելի նախկին արժեքից հանելով նոր ճշգրտված արժեքը։ Այսինքն մենք 99% վստահությամբ կարող ենք ասել, որ դեպքերի 99%-ում մեր ռիսկի մաքսիմալ ծավալը օրական կլինի $16.21։ Որպեսզի ստանանք ռիսկի մեծությունը օրական կտրվածքի ժամանակահատվածի համար, ոչ միայն օրական կտրվածքով, պետք է ուղղակի մեր օրական ռիսկը բազմապատկենք մեր ռիսկի ժամանակահատվածի օրերի քանակով։ Այսինքն, եթե ամսվա համար միջինը ընդունենք որպես ամսվա աշխատանքային օրերի քանակը 22 օր, ապա մեր ամսական ռիսկի ցուցանիշը կարող ենք ստանալ օրական ռիսկ կամ E8 վանդակ բազմապատկած ժամանակահատվածի օրերի թվաքանակը քառակուսի արմատ հանելով։ Քառակուսի արմատի համար կարող ենք օգտագործել Excel-ի ստեղնաշարի Shift +6 կոմբինացիան կամ Excel-ի ներդրված sqrt կամ sqrt ֆունկցիայից, որը իրենից ներկայացնում է թարգմանաբար քառակուսի արմատ։ Եթե մեր օրական ռիսկը բազմապատկենք sqrt կամ արմատ 22-ով, կստանանք մեր ամսական ռիսկի մեծությունը կամ առավելագույն վնասի հավանականությունը։ Եկեք տարածենք ֆունկցիան դեպի ներքև առանց ֆորմատինգը տարածելու, միայն ֆորմուլան։ Եթե դաբլ կլիկ անեմ, տեսնեմ, որ այստեղ ամսական գնահատականը հավասար է օրական գնահատական համապատասխան հավանականությամբ բազմապատկած արմատ 22-ով։ Մեր խնդիրը այժմ կայանում է ըստ համապատասխան ֆունկցիաների եւ ըստ համապատասխան հավանականությունների լրացնել այս աղյուսակը, ըստ որի կհաշվարկվի մեր G կալոնկայում կամ սյունակում ամսական ռիսկի քանակական մեծությունները։ Աղյուսակային տվյալներն լրացնելու համար մենք կօգտվենք Excel-ի ամենաքիչ հայտնի կամ քիչ օգտագործվող data menu-ի what if analysis կամ ինչ եթե վերլուծության data table հրամաններից։ Նախ ներկայացնեմ, թե ինչ է data table-ը, այնուհետև կանդրադառնանք խնդրի լուծմանը։ Data table-ը դա
սիմուլյացիաների, ինտերացիաների միջոցով իրականացվող գործընթաց է, որը բաղկացած է միաչափ և երկչափ մեթոդներից։ Միաչափ data table օգտագործելուց մենք տալիս ենք մեկ չափողականության արժեքների ցանկը, այս դեպքում B8-ից B18 վանդակներում արտահայտված արժեքների ցանկը, եւ հաշվարկում ենք ցանկացած ֆունկցիաների արժեքները օգտագործելով մեր միաչափ չափողականության արժեքները որպես ֆունկցիայի արգումենտներ։ Օրինակ, եթե մեր ֆունկցիան f(x)-ն է, x-ը այստեղ վստահության միջակայքերն են, իսկ f(x)-ը այստեղ ֆունկցիաներն են, մինիմում եկամտաբերության նոր արժեք եւ ռիսկի գնահատման ֆունկցիաներ։ Եվ ամեն x-ը մտցնելով, վերցնելով այս x-ը, հաշվարկում ենք այս f(x)-ը, վերցնում ենք երկրորդ x, հաշվարկում ենք երկրորդ f(x)-ը եւ այսպես շարունակ։ Լրացնելով այս c սյունակը, table-ը շարունակում է գործողություն, լրացնում է d սյունակը եւ այսպես շարունակ, քանի ֆունկցիա, որ մենք ցանկանանք կիրառել։ Երկչափ data table-ի դեպքում կիրառվում է մեկ ֆունկցիա, չի կարելի կիրառել ցանկացած քանակի ֆունկցիա, սակայն որպես արգումենտ օգտագործվում է ոչ միայն x-ը, այլ նաեւ y-ը, այսինքն այն կազմված է fxy ֆունկցիայից, որտեղ x-ը ենթադրենք հավանականություններն է եւ y-ը կարող է լինել մեկ այլ ցուցանիշ, օրինակի համար ստանդարտ շեղման գործակիցները։ Այս օրինակի համար մենք կօգտվենք data table-ի միաչափ կիրառման օրինակից, որտեղ որպես x-եր կկիրառենք հավանականության կամ վստահության միջակայքերը եւ կհաշվարկենք fx-երը, որոնք մեր դեպքում մինիմում եկամտաբերություն, նոր արժեք եւ ռիսկի օրեկան գնահատում ցուցանիշներն են։ Data table-ը գործարկելու համար մենք կնշենք ամբողջական աղյուսակը իր label-ներով կամ վերնագրերով հանդերձ, ձախակողմյան եւ ֆունկցիաների եւ x-երի։ Կգնանք data menu, what if analysis կամ ինչ եթե եւ data table։ Քանի որ մեզ մոտ x-ի տվյալները, արժեքները տեղադրված են ոչ թե տողերի վրա, այլ սյունակի վրա, այդ դեպքում մենք տողային տվյալները կթողնենք դատարկ եւ կլրացնենք միայն սյունակային տվյալները, որը մեր դեպքում իրենից ներկայացնում է հավանականության աստիճանը կամ վստահության մակարդակը 99%-ը։ Սեղմելով OK, մենք կունենանք արդեն ամբողջական աղյուսակը լրացված վիճակում։ Կարծում եմ սա շատ հիանալի գործիք է, որը մենք կարող ենք Excel-ում օգտագործել ոչ թե սահմանափակ քանակի ընդամենը այսքան ինֆորմացիայի համար, որը կարող ենք եւ ձեռքով անել, այլ միլիոնավոր տողերում սիմուլյացիաներ, հատկապես Monte Carlo սիմուլյացիաներ իրականացնելիս։ Ստացվելով ունենալով լրացված աղյուսակը մենք ստացանք նաեւ ամսական ռիսկի քանակական գնահատականները համաձայն տրված հավանականությունների, ինչը որ մեզանից պահանջվում էր այս պարագայում իրականացնել։ Եվ այս ցուցանիշը եկանք այն եզրահանգման, որ այս ցուցանիշը վառ ցուցանիշ կամ ռիսկի քանակական գնահատականը կախված հավանականություններից մենք կարող ենք մեկնաբանել այսպես, որ 99% հավանականությամբ կարող ենք ասել, որ մեր ամսական վնասի առավելագույն ծավալը կլինի $76.1 կամ 95% հավանականությամբ կարող ենք ասել, որ մեր ամսական վնասի առավելագույն չափը կլինի $32.86։ Թե ինչ տոկոս հավանականություն ընտրել միասնական մոտեցում չկա, դա խիստ սուբյեկտիվ է եւ կախված է մարդու ռիսկի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, այսինքն մարդիկ կան, որոնք ռիսկի դիմող են, մարդիկ կան, որոնք ռիսկից խուսափող են։ Եվ քանի որ դա սուբյեկտիվ մոտեցում է, մենք մեր վերլուծությունը իրականացնելով տալիս ենք մինչև 50% հավանականության համար ռիսկի քանակական գնահատականներ եւ recommend ենք անում կամ երաշխավորում ենք ղեկավարին ելնելով իր սուբյեկտիվ գնահատականներից ընտրել որևէ վստահության միջակայք։ Մի բան ավելացնեմ եւ ավարտենք, այսքանով ուզում եմ ուղղակի ցույց տամ, որ 50% վստահության միջակայքի դեպքում մեր մինիմում եկամտաբերությունը նույնն է, ինչ որ մեր միջին եկամտաբերություն։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ հետ Արմեն Պետրոսյանն էր, հետևեք մեր դասընթացներին եւ հուսով եմ այս Excel-ի գործիքները շատ օգտակար կլինեն ձեզ։ Շնորհակալություն։